Բոլորին փայլուս կամ բարի օր։ Գևորգ Պապոյան, հլարի։ Կաշխատեմ խոսամ առանց քֆուր։ Կաշխատեմ։ Բայց հաստի արձանագրում պետքա լինի անպայման։ Ինչ ասեմ Գևորգ Պապոյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ։ Ինչ ես ասում դու։ Ասում ես, ցիտում եմ քեզ։ Հունիսին, երբ որ ժողովուրդը հայ ազգը ընտրի մեզ, ընտրի Նիկոլ Փաշինյանին եւ ընտրի մեր կուսակցությունը, կունենա անկախություն։ Եթե չընտրի մեզ, չի ունենա անկախություն։ Եթե չընտրի մեզ, չի ունենա թրիփի ծրագիր։ Եթե չընտրի մեզ, չի ունենա արհեստական բանականության եսիմիշ ծրագիր։ Ես չգիտեմ, որ ֆորմատով խոսամ քո նմանների հետ, արա, այդ աղա, բայց ներողություն սիգարետ վարան։ Ես մի քանի անգամ ասել եմ, մի հատ կրկնեմ։ Դուք Նիկոլից ավելի Նիկոլ չեք կարա լինեք երբևէ։ Թեկուզ ձեր ողջ թիմով։ Թեկուզ ձեր ողջ թիմով դուք չեք կարա Նիկոլից ավել Նիկոլ լինեք, այսինքն պրովոկատոր, մանիպուլյատոր, մարդկանց ուղեղի վրա ազդող, իր սրտիկներով, ես իմ ինչերով, ես իմ գրառումներով։ Կամ Ռուբեն Ռուբենյան, դու որ ասում ես մենք այս տարիների ընթացքում կրել ենք զրկանքներ, իբր խոսում ես ձեր իշխանության մասին։ Եվ հիմա մենք թույլ չենք, հայ ժողովուրդը թույլ չի տալու։ Այդ էլ հիշեցի էլի պրոստը։ Որ այդ զրկանքները գնան հավասարվեն, մոտարապես տենց ես ասում, զերոյի։ Հայ ժողովուրդը տեր է կանգնելու իր ձեռքբերումներին։ Նախ մի փոքր անդրադարձ քեզ լալոշ, հետո նոր անցնեմ այդ մուտիլորշիկին, որ խնույք շարած ցիտում էի։ Որ դու ասում ես հայ ժողովուրդ, դու հայ ժողովրդին խես ընդհանրացնում ինքդ քո հետ։ Ձեր քաղաքական թիմի հետ խես ընդհանրացնում։ Ընդհանուր բան, եթե դուք ունեք հայ ժողովրդի հետ, դա ձեր ազգանվան յան վերջածանցն է, ուրիշ ոչինչ։ Բացարձակ։ Ինչ զրկանքներ ա գրել ձեր իշխանությունը։ Ժողովուրդը ազգը լիքը զրկանքներ գրել է, ի շնորհիվ ձեզ, ձեր պատճառով, ձեր իշխանության պատճառով։ Բայց դուք զրկանք չեք գրել։ Ամեն մեկը թել է հասել է կեսի մոր։ Ձեր աշխատավարձով, պարգևավճարով, ձեր ճոռոմ խոսալով, պլյուս դրան խայտառակում եք մեզ ամեն ասոր, որպես ազգ, որպես պետություն, որպես երկիր։ Հեմիգ ամեն առաջի, անուն էլ մորցա, ինչ է դրա անունը։ Հետո որ ասում է, ՔՊ-ի կուսակցության նախագահն է, ով է։ Որ ասում է, եթե չընտրեք մեզ, չենք ունենա խաղաղություն, չենք ունենա թրիփի ծրագիր։ Դու քո քաղաքական թիմի հետ չես կարող հասկանաս հասարակ ամենապարզ տրամաբանական խնդիրը, որը դրված է ձեր առաջ։ Նախ մեր ժողովրդի մոտ ունես մի հատ մտածելակերպ կա մեր ազգի, մեր ժողովրդի մի մասի մոտ, որ ով էլ գա նստի ըտե, մեր ժողովրդի մի մասը դժգոհ լինելու, դա մեկ։ Ես հիմա երբ որ կխոսամ երկրի առաջնորդից, որ պետք է փոխվի, ոչ մեկի գովքը չեմ անի, ոչ էլ կասեմ, սրան պետք է դա ժողովուրդը ընտրի, նրան պետք է դա ընտրի, չէ, ես կխոսամ իմенно ձեր քաղաքական թիմի մասին, կաշխատեմ համառոտ, մեր ժողովուրդը անկախ ամեն ինչից, միշտ ցանկացած իշխանության համար եղել է այն չգիտեմ էլի, օգտագործվողի դերի մեջ, օգտագործվող։ Դուք մեղադրում եք Սարգսյան Սերժին, ասում եք, եւ նախկին մյուս իշխանավորներին, ասում եք, Ղարաբաղի հարցով մեզ վախացնում եք, այ որ միտինգ անեք Ղարաբաղում կռիվ կսկսի, այ որ միտինգ անեք սահմանին կկրակեն։ Հիմա դուք ինչ գործիք կազմեք որդեգրե։ Հա՞։ Ո՞նց է դրա ազգանունը, Պապոյան, Գևորգ Պապոյան։ Ինչ ես դու որդեգրե, ինչ մտածելակերպ ես փորձում առաջ մղես։ Այսինքն, եթե չընտրեք մեզ,
թրիփի ծրագիր չի լինի 4-5 միլիարդ դոլարի ներդրում չի լինի։ Նախ ներդրումների մասով հասարակ հարցնամ քորման անգրագետին, change։ Եթե որևիցե մի գերտերություն, հա, որևիցե մի պետություն, գերտերություն, դա կլինի ԱՄՆ, Ռուսաստան, Իսրայել, Ֆրանսիա, նույն Իսրայելի գերտերություն չի։ Որևիցե մի պետություն ուզենա ներդրում անել Հայաստանի Հանրապետությունում, այդ պետությունը կամ այդ երկիրը առաջնորդվելու է իր երկրի պետական շահով, չէ՞։ Ատենց է։ Շատերը կհամաձայնեն, կասեն, հա, ատենց է։ Դու ուզում ես ասես, եթե Ամերիկան, որ ուզում է այդ թրիփի միջանցքի, չգիտեմ, քանի 70 քանի տոկոս բաժնեմասերը տվել եք իրան, ինքը այդ ուզում է վերակառուցի այդ ճանապարհը, հա, միջանցք որպես։ Ձեր ասելով դա Նիկոլ Փաշինյանի շատ էկզոտիկ եւ գեղեցիկ աչքերի հիմար է։ Իհարկե ոչ։ Ամերիկան փորձում է Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից, որպես տարբերակ, ու ինքը կոնտրոլ անի այդ ամեն ինչը, բայց ամերիկյան ֆիրմայի անվտանգ այդ ամեն ինչը անում է Թուրքիան։ Հարցը թե Թուրքիան կամ Ամերիկան չի։ Ես ոչ քլնգելու եմ հմի Թուրքիային, ոչ էլ Ամերիկային։ Բայց դուք ներկայացնում եք այդ ամեն ինչը, հենց, որ իշնորհիվ ձեզ է որևիցե մի գերտերություն գալի իր պետական շահը առաջ տանում Հայաստանի տարածաշրջանում, սուվերեն տարածքում։ Ատենց չի։ Որևիցե մի երկիր նստած կլինի Նիկոլ Փաշինյանը, դու, Գևորգ Պապոյան, չգիտեմ, Աստված չանի իհարկե, X երրորդ անձնավորությունը, Y անձնավորությունը, Z անձնավորությունը, գերտերությունները միշտ առաջնորդվում են իրենց պետական շահով։ Այնպես չի, որ ձեր սիրուն աչքերի համար Ամերիկան ներդրում է անում։ Դուք այնքան մանրապճար եք, Պապոյան Գևորգ, որ նույնիսկ այդ փոխնախագահ Վենսի խոսքը դուք դրիք ձևափոխիկ։ Մարդիկ, ովքեր անգլերեն հասկանում են, լսում են այդ Վենսի խոսքը, որ ասել է հանդիպման ժամանակ ձեր ճենջազավրի հետ։ Լրիվորից ձև է թարգմանվում։ Որ Ամերիկան պետք է 4-5 միլիարդ դոլարի ներդրում անի, հետո Հայաստանը 8 միլիարդ դոլար պետք է հետ տա։ Այդ ներդրումների դիմաց։ Դուք խոսում եք, ասում ես Հայաստանը, եթե չընտրեք մեզ, չի զարգանա։ Եթե չընտրեք մեզ, ներդրումներ չի լինելու։ Լավ, եթե ձեր ասելով դուք եկել եք իշխանության ներդրումներ է եղել։ Ես ինքս զարմանում եմ, ասես որ հանգիստ կարող եմ խոսամ այս թեմայի շուրջ։ Ներդրումների դեպքում Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա։ Հայաստանի քաղաքացին եւ գյուղացին, չգիտեմ, ՀՀ քաղաքացին պետք է լավ ապրի, թե չէ։ Ստանում է 100,000, պետք է ստանա 120,000, 130,000, քանի որ ձեթի գինը, պեսոքի գինը, չգիտեմ, մսի գինը աստղաբաշխական երկնակի երակի ստանդարտներով շատանում է, բարձրանում է։ Դուք ասում եք ներդրումներ ենք բերում։ Լավ, եթե ներդրումներ եք բերում, պետական պարտքը խիա 6 միլիարդից դառը 15 միլիարդ։ Հա? Հասարակ հարց քո նմանին, Պապոյան Գևորգ։ Եթե ներդրումներ օտար երկրները, օտար ասելով թողնի դաշնակից երկիր, թողնի մեզ բարեկամ երկիր, գալի փող են ներդնում Հայաստանում, ձեր ասելով, ձեր սրտի օլիգարխների ասելով։ Պետական պարտքը խիա աճում։ Իսկ մեզ որ ունես մուտի տեսանը որ չի անցնում։ Հասարակ հարց։ Քո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, ինչ են կարել 9 միլիարդը, 9 միլիարդի զենք են կարել։ Առանց հասկանալու այդ բանակ չծառայած կապիտուլյանտը, որ 9 միլիարդի զենք եթե Հայաստանն ունենա, չգիտեմ էլի, դա իմ այդ հսկայական զենքի ու զինամթերքի չգիտեմ ինչ ահռելի քանակա 9 միլիարդ դոլարի։ Իր տհաս մանրապճեղ հալով խափում է շարքային այն քաղաքացուն, ով զզվում է նախկին իշխանություններից։ Էդ է ձեր մանիպուլյատիվ գործողությունների միակ սխեման էդ է։ Դուք բոլորը ձեր հույսը դրել եք Նիկոլ Փաշինյանի բառամթերքի վրա, բառապաշարի վրա։ Գավր ասում ես, եթե այս տարվա հունիսին մեզ չընտրեք, ապա այս ամեն ինչը չի լինի։ Նույնիսկ կենտրոնական աշխարհում երբեք ոչ մեկ հիմար առաջնորդ չի ընտրում իրան, նույն գայլերը, նույն չգիտեմ,
մյուս կենդանիները միշտ ընտրում են հմուտ, խելացի առաջնորդ։ Բայց դուք 21 թվի ընտրություններին ձեր քաղաքական առաջնորդը, երբ որ հելավ նախընտրական քարոզարշավով հանդես եկավ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, եւ ասեց ես իմ ծրագրում նախատեսել եմ, մենք պիտի այնց անենք Արցախը մնա հայկական, մենք պիտի գերիներին հետ բերենք, մենք պիտի էս անենք, այն անենք։ Որ մի ասացին եք դեր կային է, կասեք մի հատ։ Հա՞։ Որ մի ասացին եք հետ կային է, դեր կային է։ Հիմա դուք 21 թվին, դուք ձեր քաղաքական թիմով, ձեր քաղաքական լիդերով, ասեք առանց քֆուր եմ խոսում։ Խոստումներ եք տվել, որոնցից ոչ մեկ չեք կատարել։ Կառավարել եք 21 թվից եսկոմ 5 տարի, հնի 26 թիվն է, չէ։ Հիմա ասում եք ժողովուրդ, եկեք մի պահել ձեզ էշի տեղ դրեք, ինքներդ ձեզ, մի հատ էլ հավատացեք մեզ։ Խոստումն ի՞նչ է, կտանք էլի։ Դու չես Գևորգ Պապյան, դու եւ քո քաղաքական ղեկավարը չեք կարողանում ըմբռնել հասարակ տրամաբանություն։ Դուք միայն նրա համար պետք է գնաք, իմ համար ամենաառաջնային խնդիրը դա է։ Կոնկրետ իմ համար որպես հայի համար։ Ամեն ինչ մի կողմ դրած։ Ձեր լավ ու վատ կողմերը, չգիտեմ, ընդդիմադիր ուժերի լավ ու վատ կողմերը մի կողմ դրած։ Կա ընդհանրապես շատ մեծ ու կարևոր գործոն, որը մեկտեղվել է հայաստանյան հայ իրականության մեջ ձեր իշխանության գալով։ Հայը հայի հետ պատի չվիճի քաղաքական նկատառումներով։ Հայը հայի հետ պետք է չճշնամանա, սև ու սպիտակի բաժանարարը պետք է վերանա։ Դուք էդ եք արել, այ հենց դրա համար դուք ոչ թե պետք է գնաք, դուք դի սիտիրը լեք։ Հասկացաք։ Օտար հողի վրա ապրող հայը մեկը մեկին տենալուց պետք է բարև տա, խոսա, գործերից խոսա, առողջականից խոսա, չգիտեմ, մեկը մեկին հարցնի ոնց ես, ոնց չես, ինչ, այլ ոչ թե ասի, տեսար Նիկոլի խոսալը, տեսար այն մյուս լիդերը ոնց պատասխանեց, ոչ։ Դուք մտածում եք ձեր այդ մանիպուլյատիվ ժեստիկուլյացիայի շնորհիվ մենք էլ դարդ ու ցավ չունենք։ Հա։ Հային դուք սարքել եք հային թշնամի։ Հենց դա մենակ բոլը որ դուք սիտիր եք։ Սիտիր բառից բոլոր իմաստներով։ Ու դա դուք սկսել եք պատերազմից հետո։ Սև ու սպիտակի բաժանարար։ Սև, սպիտակ, կարիշնիվի, մոխրագույն, չգիտեմ, ես ինչ, գույներ, պիտակ, դուք լինելով ամենաբարձր պիտակավորված անգրագետները, փորձել եք ու ձեր մոտ մասամբ ստացվել է պիտակավորել մի ողջ ազգի։ Այ հենց դրա համար դուք սիտիրը եք։ Հուլիսինա կամ դրանից շուտ։ Հասկանում ես ինչ եմ ասեմ, Պապոյան Գևորգ։ Ես չգիտեմ ով կհավակնի լինել Հայաստանի ղեկավար, ոչ մեկի գովքը ոչ արել եմ, ոչ էլ կանեմ։ Թող ժողովուրդը ընտրի։ Եթե իրոք մեր ժողովուրդը տրամադրվի, որ ընտրության պիտի ղեկավար ընտրի, հարց չկա։ Բայց այդ ղեկավարը Պապոյան Գևորգ, ուզում եմ ես լինի անենց մի հատ մարդ, անենց մի հատ անհատականություն, որի օրոք ես որպես հայ ամոթ չզգամ։ Ինձ շատերը հարց են տալի եւ արդիական կյանքում, եւ յութուբյան կոմենտների մեջ, բաս Սերժի Քոչարյանի վաղթի չէիր խոսում։ Պատասխանեմ, հասարակ տրամաբանական պատասխան, որտեվ այդ անհատականությունների կառավարման տարիներին նախ ես ունեի հայկական Արցախ, երկրորդ այդ մարդկանցից ոչ մեկ, նույնիսկ դաժե Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ես չեմ սիրում, այդ անհատականություններից բացարձակ ոչ մեկ իմ եկեղեցին չի անվանել Չուլան։ Այդ մարդկանցից ոչ մեկ, չգիտեմ, չի մտել Եռաբլուր Պանթեոն եւ արժանացել Սյունյանց ողջունի։ Իրանց լավ ու վատ կողմերով։ Այդպես լիքը բաներ կարող թվարկել, որ դուք հիմա եկե համեմատվում եք, ոնց որ հեծի տնօրենն ու վարունգը, չի կարելի համեմատվել, չեք կարա դուք այդ համեմատականն անցկացնեք, իրանք վատն էին, լավն էին, որց տեսակ էին, որց, ոչ թե ձեր ճղճղի պես։
հայը ցանկացած այ անկախ իր այս պահեդրությամբ սև ու սպիտակի բաժանարից Պապոյան Գևորգ ուզում է երկրի առաջնորդը լինի մի անհատականություն, հա, դա կլինի վարչապետ, դա կլինի նախագահ, էլ եմ ասում, ես ոչ մեկի գովքը չեմ արել։ Ով երբ որ ինչ-որ միջազգային փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր, չգիտեմ, գերիների վերադարձ, ցանկացած թուղթ երբ որ կստորագրի, այդ մարդը պետքա նախ ինքը հարգի իր ստորագրության արժեքը, հետո նոր ժողովրդից հարգանք պահանջի։ Հասկանում ես ինչ եմ ասում, Պապոյան Գևորգ։ Եվ ոնց ոչ թե քո վարչապետ Նիկոլ Փաշինյանի պես։ Եվ ձեր աուդիտորիայից անուղեղ մի շարք մասսայի պես։ Երբ որ ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է թուղթ նոյեմբերի 9-ին, որի մեջ նախատեսված է գերիների վերադարձ։ Հետո ինք իր ֆեյքերի պուակով հելեմ թռնում է մարդկանց դեմքին, ասում է Ռուսաստանն է գառանդեղ է դագավորին, Ռուսաստանը թողնի գերիները վերադառնան։ Եթե դու ինքդ քո ստորագրությունը չես հարգում, եթե դու ինքդ տեր չես քո ստորագրած թղթին, խեր ստորագրում։ Հասարակ հարց։ Եթե դու պրոստը ստորագրել ես ստորագրելու համար, հասարակ, տրամաբանական հարց։ Եթե դու ուղղակի դրել ես ինչ-որ պոդպիս, հղում անելով, որ այդ ամեն ինչի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Լավ, հղում անում ես, լավ ես անում, որտեղ ձեր ասած երկիրը դա կայնավ գառանդ, որ պատերազմը կայնավ նոյեմբերի 9-ին։ Բա առանց այդ երկրի հետ խորհրդակցելու, քիվ ազար պրահա Արցախը ճանաչեց իր Ադրբեջանի մաս։ Հա, բոզի տղա։ Հասարակ հարց։ Էդի գիտեք որն է։ Այն որ ձեր քաղաքական ղեկավարը ինքը իր էությամբ մունետիկա չունի, իր խոսքը կշիռ չունի նույնիսկ իր համար։ Երբ որ ինքը չի հարգում իր խոսքը, ինքը ով գոռա էշ, վազում թռնում է, ասում է ես էլ վրի վեշ։ Որ երկիրը սենց շվացել եմ մատերը բերանը տնելով կամ առանց մատերը բերանը տնել։ Ինքը վազում կայնում ասում ստեմ, ինչ բերեմ, կոֆե բերեմ, թխվածք։ Հայը այդպես ղեկավար չի ուզում։ Դուք ձեր քարոզարշավներով, ձեր լոբինգով, որը տանում եք Հայաստանում եւ Սփյուռքում, փորձում եք մեզ բոլորիս համոզել, որ մենք շատ խեղճ, շատ տկար նվազ ժողովուրդ ենք։ Մենք դի գլուխներս կախաբրենք։ Խի, որտեղ դա դուք եք ուզում, դուք ով եք։ Դուք իշխանության խումբ եք, ով Արցախը հանձնել տշնամու։ Դուք իշխանը համակարգ եք, որը տերչիկային է իր գետ մեկ խոսքին 2021 թվականի նախընտրականին տված։ Դուք իշխանը համակարգ եք, ովքեր իրանց արած ցանկացած քայլ բարդում են նախկինների վրա։ Առանց հասկանալու, որ արդեն 6-7 տարի է, դուք եկար իշխանության գլուխ։ Այդ նույն բանն է, որ ստեղի թագավորը, որտեղ ես եմ բնակվում, գտնվում հիմա, գար իշխանության երկիրը հասցներ քաոսային վիճակի ու ասեր Ելցինն է մեղավոր։ Ասել է մի անգամ այդպես բան Նիկոլ Փաշինյանը։ Չէ։ Ասել է, լսած գաս այդպես բան ատոմային գերտերության նախագահի բերանից, ու մոտ գալի նստում ես որպես կուրկուրի ձակ, բայց հենց ոտը դնում ես հայկական հողի վրա, քո արբանյակներին Ալեն Սիմոնյանի տեսքով, կամ մեկ այլ խլինքապաճի տեսքով քսի ես տալի ես երկրի վրա։ Հելեմ ռեպորտաժ են տալի, այս մարդիկ էլ բռնեմ իրանց լրագրողին դուբլում են։ Հա դուք ոնց եք պատկերացնում։ Դուք ուզում եք, դուք քլնգեք, բայց ձեզ բան չասեն։ Այդպես ոնց ալը։ Ալեն Սիմոնյան, բա տենց հռետորական խոսում էիր։ Բա ստեի արտաքին գործերի նախարարը որ հանդիպում էիր, ընչեր բերանի մեջ զետեղված մսի կտորը մցրել հետանցքիդ մեջ։ Խեյր է տենց հանգիստ, լուգնս, համեստ խոսում, բա հել չղեիր քեզ։ Հա? Ուզում ես ասես դու փայլուն դիվանագետ ես։ Փայլուն դիվանագետը երբևիցե օտար երկրի հեռուստաընկերությանը ռեպորտաժ տալուց երբևիցե ինքն իր եկեղեցին չի խայտարակ։ Թեկուզ իր եկեղեցին լցված լինի ամենավատ հոգևորականներով,
ամենավատ, երբևիցե դիվանագետ ազնվորությունը պետականամետ։ Ոչ մի նորմալ տղամարդ չի հելնում փողոց ու գոռում իմ տան մեջ ապրում է աղջիկ, որը բոզա։ Ոչ մի նորմալ տղամարդ իր տան ներքին խնդիրը չի պատմում հարևաններին։ Չի հելնում ասում ժողովուրդ, եկեք ընկած բոզության վրա բռնել է։ Հետո ասում է հարևաններս ինձ չեն հարգում։ Այ դուք եք։ Հասկանում ես ինչ եմ ասում, Գևորգ Բաբոյան։ Դուք ամբողջ աշխարհին ներկայանում եք որպես միջգալակտիկական պետականամետ մարդիկ, բայց դուք Հայաստանի ներսում հային, որ ապրում է Հայաստանից ներս, եւ հային, ով ապրում է Սփյուռքում, բաժանում եք եւս ճամբարների։ Խի։ Բայց եթե Սփյուռքում ապրող հայը իրավունք չունի ոչ մի բանին խառնվելու, իրավունք չունի կամք արտահայտելու, իրավունք չունի խոսք ասելու։ Պատերազմի օրերին խենք ասում Սփյուռք օգնի։ Հասարակ հարց։ Թե Սփյուռքը կթուկոված էր համար։ Հա? Հարց Գևորգ Բաբոյան։ Որ ասում ես, եթե չընտրեք մեզ կունենաք էս, շատ է սխալվում, ապերիկ, գիտես խի։ Անկախ ամեն ինչից, ով ուզում է լինի Հայաստանի ղեկավարը։ Այն կոնտեքստի մեջ ես լիահույս եմ ասում, որ կլինի արժանապատիվ մարդ։ Ոչ մի հայ, թեկուզ հենց նույն Նիկոլ Պաշտպանող հայ չի ուզում իր երկրի ղեկավարին տեսնի այն դիրքում, որ դիրքում տեսանք մենք Նիկոլ Փաշինյանին։ Սյունիք այցելության ժամանակ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ես չեմ ուզում այտենց ղեկավար ունենամ, ով կարժանանա ողջույն բոզի տղա խոսույթին։ Չեմ ուզում այտենց անինքնասեր մեկը ղեկավարի իմ երկիրը։ Էլ եմ ասում, ով է նստի ղեկավար, մանավանդ ձեր էփած բորշից հետո։ Շատ դժվար է լինելու այդ բորշը մարսել, շատ դժվար է լինելու։ Բայց եթե քաղաքականությամբ զբաղվող կամ ով պարտավորվի մտնի այդ բեռի տակ, բեռի բարես բոլոր իմաստներով։ Եթե այդ մարդը վստահ է, որ կարա հայ ժողովրդի մեջ գոնե այն մեկը մեկին չհայհոյելու, չվիրավորելու այդ խաղաղությունը բերի, ես մենակ կողմ կլնեմ այդ մարդուն, ով ուզում է լինի։ Երկրի ղեկավարը, ինչպիսին նա ուզում է լինի, էլ եմ ասում, ժողովրդի մի մասի կողմից չի ընդունվելու, դա однозначно տենց է, միանշանակ։ Բայց բացի ձեր Նիկոլ Փաշինյանից Հայաստանը չի ունեցել որևիցե մի ղեկավար, ով կմտնի Եռաբլու Սուրբ Պանթեոն եւ ժողովրդի մի մասը նրան կդիմավորի խոսույթով առաջ չգաս բոզի տղա։ Հասկանում ես Բաբոյան ինչ եմ ասում։ Հասկանում ես դուք ուրեկի չէ։ Ու դուք ամենաներքևից այն քաքահորից, որ քաքել եք ձեր փայ բորշի մեջ, քֆուր չեմ անում։ Կեղտոտել եք ամեն ինչի մեջ, այն գատկիությունը կպես։ Դու փորձում ես հայ հանրության մոտ ձևավորել կարծիք, եթե մեզ չընտրեք, Ամերիկան ներդրում չի անի, շատ է սխալվում։ Ձեր Նիկոլ Փաշինյանի փոխարեն նստած լինի տաբուրետ կա, հասարակ լոգիկա։ Եթե Ամերիկային պետք է այդ ճանապարհը ֆինանսավորել, լինել այդ ծրագրի մեջ, ինքը այդ ներդրումն անելու է։ Ոչ մեկ չի հավատում ձեր Նիկոլ Փաշինյանի 6-6-ի վրա բացած կեղծ ժպիտին։ Եվ Ամերիկան, եւ Ռուսաստանը, եւ Եվրոպան, բոլորն էլ համոզվել են, որ դուք քեշ փողով ծախու տեսակ եք։ Իսկ ծախու տեսակին ոչ մեկ չի հարգում։ Օգտագործում են, ոնց կարում են, բայց հարգանք չկա։ Դուք ինքներդ ձեր ձևաչափով, ձեր բռնած դիրքով դուք ընենց եք անում, որ ձեզ չհարգեն։ Հետո պահանջում եք հարգանք։ Էլ եմ ասում, ով է լինի իմ երկրի ղեկավարը, ինքը պետք է առաջնահերթ հարգի իր ստորագրությունը։ Իսկ եթե հարևան երկիրը, որը ասենք թե որպես տարբերակ, հաղթել է պատերազմը, չի հարգում քո երկրի ղեկավարի ստորագրությունը, անջատում են ամեն ձև անջատում են։ Ու իմ երկրի ղեկավարը պետքա X օրը, X ժամին ելույթ ունենա որևիցե մի
եվրոպական անսամբլեայում, չգիտեմ, եվրոպական ժողովի ժամանակ, մագի գագաթնաժողովի ժամանակ, ցանկացած հայ, անկախ իր մտածելակերպից, սիրել չսիրելու գործոնից, կոնկրետ եսի վրա եմ օրինակ բերում։ Ինչքան էլ ես քեզ չսիրեմ, Նիկոլ Փաշինյան, ես լիահույս նայում էի քո ելույթը, որտեվ ես ունեմ շատ փիս ճնշում, երբ որ լսում եմ քո ձենը։ Բայց ասում եմ, լավ, տենաս խոսա գերիների մասին, տենաս կասի հարգելի եվրոպական երկրներ, փորձեք միջամտել, որ մեր ազգի գերիները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, ետ գան։ Այդպես ղեկավար է պետք ցանկացած երկրի, նամանավանդ մեր երկրի։ Դու, Գևորգ Պապյան, հենց ասում ես, եթե մեզ չընտրեք, դուք կընկնեք նախկինների ձեռը, նախկինները ձեզ կքերեն իրանց դատարաններով։ Ոնց։ 18 թվից ես կողմ դուք եք իշխանություն։ 18 թվից ես կողմ ձեր Նիկոլ Փաշինյանը վեթինգ արել դատարանները, չէ։ Նշանակել է դատավորներ, սրտի դատախազներ, չգիտեմ, քննիչներ, որոնք անմիջական ենթարկվում են վարչապետի հրամանին կամ վարչապետի քաղաքական թիմի հրամանին, բայց իլուր համայն աշխարհի ձեր վարչապետը Գևորգ Պապոյան, հելնում գորում ասում է, ես ունեմ անկախ դատական համակարգ, այտենց ոնց ալնա, սուտն էլ պետք է մի քիչ ճիշտ լինի, հասկանում ես, թե չէ, այրմբուլ։ Իմ երկրի ղեկավարը կլինի լավը, վատը, ես հուսով եմ, որ կլինի լավը, բայց դուք հաստատ պետք է չմնաք, գիտեք խի, որտև պատմության մեջ չկա գետ մի դեպք, երևի, բացի ձեր դեպքից, որ առաջի քրիստոնյա երկրի ղեկավարը, առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած այդ երկրի վարչապետը, այն չեմ ասում ղեկավարը, որտեղ պարլամենտական երկիր ենք, վարչապետն էլ համարվում է գերագույն գլխավոր հրամանատար, ոնց որ շատ հաճախ բերանը սարքելով կանանցի ուղղահայաց ժպիտ կրկնում է ձեր վարչապետը։ Բարոյական, մարդկային, ոչ մի իրավունք չունի, իրավունք ունի անձնապես չսիրի, չհամակրի կաթողիկոսին, իրավունք ունի անձնապես չսիրի հոգևորականներից շատերի, բայց ոչ մի ղեկավար, այդ թվում նաև քաղաքական թիմի ներկայացուցիչ, ազգային ժողովի նախագահ, երկրի վարչապետ, ինքը իրան պետք թույլ չտա, իլուր աշխարհի ասի եկեղեցին վերածել եք չուլանի, կամ գրառոմանի ասի սրբազան գնա քերու կնգան դոմփի, կամ ունենալով 1 միլիոնից ավելի պատվիսչիկ, որի կեսը պորսիկներ, հնդիկներ, ջուջուցեղեր, թուրքեր, գրառոմանի ես առաջարկում եմ կաթողիկոսին թողատենա ես թելպատված եմ, թե չէ։ Հոգեկան հիվանդ ղեկավար չի ուզում հայը։ Հայն ուզում է ղեկավար, ով երբ որ կասի այո, իր այոն կհնչի որպես այո։ Եթե կասի ոչ, ոչը կհնչի որպես ոչ։ Եթե կստորագրի մի հաստատուղթ, որը բխում է մեր բոլորի երկրի շահերից։ Հետո այդ հակառակ ստորագրող կողմը չի հարգի իմ երկրի ղեկավարի ստորագրությունը։ Անձամբ ես սիրեմ թե չսիրեմ այդ պահին այդ ղեկավարին։ Ես կհելեմ կլցոնեմ իմ երկրի ղեկավարի ստորագրությունը չհարգող լրբի տղու գիտու բեյնին։ Բայց դրա համար առաջնահերթ դուք պետք է ինքներդ ձեզ հարգեք։ Դուք ինքներդ ձեզ չեք հարգում։ Դուք հիմա փորձում եք մանիպուլյատիվ ժեստիկուլյացիայով, որը մասամբ աշխատեց 21 թվին, փորձում եք հային համոզեք, որ եթե մենք գնանք, պատերազմ կլինի։ Խափում եք։ Խափում եք։ Ել եմ ասում, դուք քակել եք ծրագրի մեջ։ Բարիս բոլոր իմաստներով։ Ով ասում, որ դուք գնաք պետք է պատերազմ լինի։ Այտենց բա որտե՞ղ է գրած։ Հիմա ասում եք խաղաղություն։ Ինչի հաշվին է այդ խաղաղությունը։ Գևորգ Պապոյան, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան։ Ախ դու կկու հիմար կկու, քանի հաձակ ունես դու, հա։ Էս մինել քսի տանեմ ուտեմ գամ, հա։
գերակատիրք եք զիջում, ինքնական դելիմիտացիա դեմարկացիա եք անում Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը տալիս եք Ադրբեջանին, պատ եք կառուցում, որ գողը նկարվեք, որ իրավունքը դուք չունեք, առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու դուք դելիմիտացիա դեմարկացիա անելու իրավունք չունեք, բայց դուք արեցիք, չէ՞։ Գերակատիրքը քեզ զիջում թշնամու, այդ թշնամին իմ հանդեպ թշնամաբար տրամադրված երկիրը, որի ղեկավարը բռունցք հատում թափ տալի իմ երկրի ուղղությամբ, իմ երկրի զինծառայողների ուղղությամբ, ովքեր պատվի են առնում Նիկոլ Փաշինյանին, առանց հասկանալու, որ իրենց առաջ կայնացա ինք իր խլինքը կերած, խաղացած, մեծացած մի հատ չոջուխ, տոտացիալի, պատվի են առնում։ Դուք ասում եք, խաղաղությունը այս սա է, դա խաղաղություն չի։ Դուք զիջում ես, այնի չի կերակը։ Խի պետք է անի պատերազմի, եթե դու ինչ ուզում ես դու տալիս ես։ Խի պետք է կռիվ սկսի որ։ Խի, որպես ինչ։ Խի պետք է ինք իր զինուժից մարդկանց ջահել երեխեք զոհի։ Եթե մի հատ զանգով ինչ ուզում ես դու նվիրում ես իրար, ասում ես առ։ Անունել դնում ես անկլավ, էքսկլավ, X գոտի, Y գոտի։ Խի պետք է կռիվ անի։ Բայց երկիրը պետք է ունենա մի հատ այնց ղեկավար, որը ունենա խոսք, ինքի հարգի ինք իր խոսքն ու իր խոսքի կշիռը, եւ երբ որ հարևան ինչ-որ մի երկիր կամ երկրի ներկայացուցիչ, նախագահ, վարչապետ, թարսաշկոր կնայի այդ երկրի կողմը, պետք է ֆրա ասի, ապեր, լավ չես, մի հատ հələ ձիգ պահի քեզ, այդպես ղեկավար պետք է ունենա երկիրը, ու այդպես ղեկավարին կհարգի նաև իր ժողովուրդը, տղամարդ ղեկավար, դուք ես 6-7 տարի է երկիրն ու մեր ազգին սարքել եք ծաղրությանակ, շատերը Հայաստանի Հանրապետությունում էլի իմ հայերը, պետք եղած տեղը հելում իրանց գոռում են, ճղում են մեջտեղից, ասում են Սփյուռքում նստած արա խորհուրդն էլ եք տալի մեզ, լավ տղա եք, եկեք ապրեք։ Մի կտոր հացի հիմար փախել եք, նախ ես մի կտոր հացի հիմար դուրս չեմ եկել Հայաստանից, ես դուրս եմ եկել անձնական դրդապատճառներից ելնելով։ Ոչ հետապնդված եմ եղել, ոչ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ոչ Սերժ Սարգսյանի օրոք, դուրս եմ եկել Ռոբերտ Քոչարյանի օրոք, բայց այնպես չի, որ ես սոված եմ եղել դուրս եմ եկել, չէ։ Ստացվել է այդպես իմ կյանքի հետ շրջանը, ես դուրս եմ եկել ու մնացել եմ Ռուսաստանում։ Հիմի այդ նույն մարդիկ, ովքեր գոռում են Սփյուռքը իրավունք չունի խոսալ, լավ։ O020 OO 77 պետ համարանիշով Range Rover-ով ադրբեջանցին ինչ գործ ունի Երևանի փողոցներով պատտվելով, զրուցելով Շիրակում տան որտեղ հայ բարեկների հետ։ Ինձ որ ասում եք ձենդ կդրի, հարց չկա, ձենս կդրեմ եմ։ Մի հատ մոտեցի ասա, ոնց են նրանց ասում, Կարդաշա, հարգելիս, այտենց ասեք, ոչինչ, որ ինքը մի 20 թվին ուրախ գրառումներ էր անում եւ ծափեր տալի, երբ որ իր երկրի ղեկավարը 9 ամիս սովի էր մատնի Արցախահայերին։ Մոտեցի ասա, ապա ջան, դու ստե ինչ գործ ունես։ Այս պահի դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն խաղաղության պայմանագիր։ Չէ։ Լավ, եկել ես միտեղ հա, քեզ երկրի ղեկավարը թրքամեդա ներսա թողը, իր ԱԱՑ-ով, իր ՊՊՑ-ով, ՑՑՑ-ով, ԽՌՑ-ով, հարց չկա։ Ես էլ ժամանակին Բաքվից եմ եկել, որ չցեղասպանվեմ ձեր ժողովրդի կողմից։ Հիմի արի դու մանարի Հայաստան, ինչ ուզում ես տես, արի ես էլ քո հետ գնանք մի հատ մտնենք Բաքու։ Ես էլ այդ իմ պապու կամ տատու սարքած տունը տենամ։ Կտանի այդ մարդը։ Այդ 9 ամսական հղի փորով Կարդաշը կարա տանի։ Չէ, բախի չէ։ Որևիցե մի հայ կարա անվտանգ մտնի Ադրբեջանի տարածք դուրս գա։ Չէ։ Բա դրանք ինչ գործ ունեն երկրում։ Մեծ խոսացողներ մեզ էլ ասում եք ցեններդ կդրեք։ Ես գիտեմ Հայաստանում լիքը նամուս թասիբով հայ կա։
որ հանդիպման դեպքում դրանց սերը կփոխի։ Կասի իդի նախույ отсюда։ Խոսքի օրինակ, կամ կուսայի զախույ։ Քֆուր արի էլի։ Առանց քֆուրի ուզում խոսάει։ Բայց այդ տեսանյութը, երբ որ 20 թվին 120,000 արցախցու սովի մատնած 9 ամիս շրջափակած ազգի ներկայացուցիչը փորը ցցած այսպես գալիս է խոսում իմ հայ բարեկների հետ, ովքեր ձևավորվել են Դանիել Իոնիսյանի կողմից, ով փորձել է դոմփել հարազատ մորը։ Ատե որ ասում եմ без կոմենտարիև, առանց մեկնաբանության, no comments։ Հայաստանում քիչ-քիչ հարմարվում եք այդ իրականությանը, լավ եք անում։ Շատ հնարավոր է ես էլ մտնեմ Հայաստան, ես էլ հարմարվեմ այդ իրականության հետ։ Այս խիբրի չհարմարվեմ, որ եթե մի ողջ ժողովուրդ, մի ողջ ազգ հարմարվում է այդ իրականության հետ, որ խաղաղությունը պետք է լինի միակողմանի։ Թուրքը, ադրբեջանցին կարա գա մտնի մեր երկիր, ինչ ուզի անի, ոնց ուզի խոսա, չգիտեմ, ոտը բարձրի խոսքի օրինակ Նիկոլ Փաշինյանի պես չշիկանի ծառի վրա են։ Ես իրավունք չունեմ ձեն հանեմ, քանի որ մենք այդպես խաղաղության, հա, լա լուկյարի պես։ Կարա նաև խոսքի իմ բարեկամու հուն կոմպլիմենտ անի։ Ես էլ ուրախանամ, ասեմ, տես, Գարդաշը Բարդաչոկի մեջ լիքը փող կա, ոնց որ շատերն են ուրախանում։ Բալքի մեն իմ աղջկան, իմ հարսին կարող է դուրը գա, մենք էլ տրանք խնամի։ Բաղու ամեն տարի մենք ամեն սաղ կյանքները չենք պատերազմել, մենք հարևան երկիր ենք։ Հա, հարց չկա, հարևան երկիր ենք։ Որ մի հայնա կարա մտնի Ադրբեջան։ Օրինակ բերեք։ Օրինակ բերեք։ Հայը կարա մտնի այն երկիր, որտեղ հերոսացված է Ռամիլ Սաֆարովը։ Հա? Չէ։ Հա չէ, հայը կարա մտնի, եթե հայը կրում է Փաշինյան, Ռուբինյան, Պապոյան ազգանունը։ Խի պետք է չմտնի, որ տվյալ անհատականությունները կրելով յան վերջացած ազգանունը սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահը։ Խի պետք է չմտնեն, որ պետք է մտնեն Պաչոտնի կառաուլ, պետք է թան շահիդների պուրակ, խոնարհվեն, խոնարհվելու վաղ մի հատ իրանց պետք է գրկել հետևից։ Բարեկամությունը տենց է, ըստ Նիկոլ Փաշինյանի ձևակերպման։ Ու բա ուրիշ ոնց։ Կամ ինչ նշանակում Գևորգ Պապյան, եթե մենք չլինենք, չլինի արհեստական բանականություն։ Ինչ ես ծխան։ Պաշկեն նկարի գցի Facebook դնամել։ Արհեստական բանականությունը դուք ինչ ընդհանուր բան ունեք։ Հա ձեր ամեն ինչն էլ արհեստական, բան չունեմ ասելու։ Կարող է դա նկատի ունեիր։ Դե որ քաղաքական ղեկավարը չակուչը վերցել էր, ալելն վերցել էր, հեսա վիդեոն գցան Facebook։ Ես ոչի հետ էր խաղում, ասում էր, վայ, ես ինչ էլաստիկ է, միշել երկար է։ Հետո չակուչը թափ տալով ասում էր, դատելու եմ, փրել եմ ասֆալտներին, ոչ մի օլիգարխ չի պլստալու, դատելու եմ, չգիտեմ, ծեփելու եմ, ածի պատվալներում պահել ընջերեն կոտրան։ Լավ եք անա։ Ես կարամ Facebook-ն էլ փակեմ, ոչ մի պրոբլեմ։ Բացարձակ ոչ մի պրոբլեմ։ Բայց ես արդեն Facebook-ով հետո կիսվում եմ շատ եթերներ YouTube-ով, ոչ բոլորը։ Շատ ու շատ ամեն կերպ փորձում են անջատել, ամեն ձև փորձում են անջատել։ Չգիտեմ որտեղ ընդհատվեց, դուք չեք հաշվի առնում ընդհանրապես մի հանգամանք։ Ես խոսացել եմ եւ էթիկա, էսթետիկա եւ քֆուր քյաֆարով, որը ես չեմ արդարացնում, բայց իմ խոսացածի թեկուզ 1%-ը նստված կտվե հայ քաղաքացու, հայ մարդու ուղեղի մեջ։ Այն մասը, որը ինքը համարել է դրամաբանական։ Ես խոսելով երբևիցե չեմ ասել, ես ամենաճիշտն եմ խոսում, ոնց որ անում եք դուք։ Ես երբևիցե ինչ-որ մի բանի մասին խոսելուց չեմ ասել։ Ես ունեմ սենց մտածելակերպ, բոլորը պիտի սենց մտածեն։ Դուք էդ եք անում։ Խոսելով ցանկացած թեմայի շուրջ, լինելով հասարակ շարքային հայ։ Ես հայ մարդուն տվել եմ մտածելու հնարավորություն, այլ ոչ թե ձեր նման։ Հիստերիկի պես չագուճը խփել եմ, բոլերին ասել եմ, դատելու եմ, ցրելու եմ, սբխելու եմ։ Էդ եք դուք։ Ու հիմա դուք ասում եք, ժողովուրդ, ուզում եք էլի մնաք պարակտված որպես ազգ, որպես երկիր։ Եթե ուզում եք, ընտրեք մեզ։ Ռուսերեն մեր լավ խոսք է, Գևորգ Պապոյան։ Նա, Վիկուսի։ Խասկն ասես ինչ եմ ասես եմ։ Հենա եկավ իմ արտաշացի ինգերս։ Լավ, ուրեմ չխկլպակ, երևի այսքանը։
Նիկոլ Փաշինյան, Կարմիր խնձոր վերցիր թրար էտա Ամերիկա, Զամբյուղով էր տանում, գետնա խնձոր էր, թե կարմիր խնձոր, դամիոն գրր, խայտարական, գիտես, խնձոր Զամբյուղով վերցը, նստես սամելյոտ, Յանդեքս տաքսի, թրե Ամերիկա, ասում է թամ Թրամփի հետ ուտեմ կամ, այլեսնեն ասում առոդ, որ հելել է կառավարական շենքից, հեմեն արուն է հել է, են օրերն է հել է աննայի մոտ, են որ ասում է, բարեկամները կարմիր ավտով եկել էին, Մեր Փաշյանը լուզեցել է բուժի ու անկախ ամեն ինչից կրթվել է նորաձև շրջանակներում մեր առաջին տիկինը երբ որ կրթվեց մի շարք երկրներում ինքը վերջերս հրապարակում արել ասում и все-таки я знаю много языков но самый шершавый из них это язык Никола Пашиняна շալարա ջոգես լեզուն տարե բերե Աչուծախել արած կլինի, գիտես, ասում արունո դերասներով հելել է, դժվար է, հարսանեկան գիշերը շատ դժվար է, մեր պարոն Փաշյանը մի օր գրել է, գիտես, одноклассникով, ասում каждый раз как первый раз,